Բարև ձեզ ժողովուրդ ջան, ինչպես հիշում եք, ես երեկ ասացի, որ Փաշինյանը 3-5 կսարքի ընտրությունները կսարքի, որ իրեն ձայն են տվել 3-8 եւ կավարտի ստուգումները, կրկնակի հաշվարկները կկանգնացնի։ Տեսակ որներ եղավ, Իրանը բարձացավ, 3-5 եղավ, եւ հիմա էլ խնդիր չկա, ոչ մի բան էական նշանակություն չունի, էլի եմ կրկնում, ես հիշում եմ, որ օրենքում, եթե չեն փոխել, այդպիսի բան կա, եթե մի հատ ապացուցված բան կա, այդ ապացուցված խախտում կա, ուրեմն ամբողջ ընտրությունները անվավեր են ճանաչվում, նոր ընտրություններ են նշանակվում, բայց ոչ մի անգամ չեն արել, ինչպես ես ասացի, առաջին ասածս, երկրորդ իմ ասածը, հիշում եք, որ ես ասացի, 50 դրամով թե 100 դրամով իջացրել են բենզինի գինը, ասացի, հեսա Ադրբեջանի կստանանք, Ադրբեջանից հետո կամանց կբարձանա, հիմա էլ գախնի գրիվով այսօր ասացին կառավարության նիստում հայտարարել շատ ապրանքների բարձրացում, ընտրությունները անցան, 3-5-ը ունեցավ ինքը, հիմա այսօր կառավարության նիստում շատ ապրանքների գներ բարձրացել է նաև բենզինը, եթե բենզինը բարձրացել է, կբարձրանա ամեն ապրանքները։ 3 ամիս առաջ մինչև ընտրությունները ասում էր թոշակները 10,000 չեն բարձրացնի, ապացուցում էր, որ բժշկական ապահովագրությունն է տվել թոշակառուներին, որ 10,000 ինչ պետք է անեն, թոշակառուն չի իմանա ոնց օգտագործի 10,000-ը, պետք է տանի բժշկին տա, այնա մեկ ապահովագրում ենք տալի, այդ բարձրացնում է դրանով ինքը 100 անգամ, 1000 անգամ թոշակը 10,000 չի բարձրացնելու։ Ընտրությունների մի ամիս առաջ ընտրություններից ասեց բարձրացրեց թոշակը 10,000-ով, այդ ընտրակաշակ չի, չմտածեք, այն մեկին դատումը, որ 2 տարի առաջ իրա գումարով, չգիտեմ ինչա կառուցել, հիմա ասում է դրա մասին հիշացրել է, դա ընտրակաշարք է, գործ է հարուցել։ Իսկ ինքը որ մի քանի ամիս առաջ ասում էր չեմ բարձրացնի թոշակները, բայց բարձրացրեց, մինչև ընտրությունները բարձրացրեց։ Այդ ընտրակաշակ չէր, որ գնում էր ամեն տեղ, բոլորին հիշացնում էր, դու օգտվել ես, չեմ անում խի, բան են անում, իրա մոտ հայտնվում են այն մարդիկ, որոնք օգտվել են, հենց նոր վիրահատություն են տարել։ Իդեպ ասեմ, մի հատ կնոջ տեսա, կոշիկ էր փնտրում, զգացի, որ դժվար է գտնում, ուզեցա օգնել, կոշիկի վրայից զգացում էր, որ ունի կոճեր, ու շատ վախեցա, ոտքը հանեց կոշիկ փորձելու, ոնց դες ասեմ, մատերը կծկված էին, բացի կծկվածից 3 մատ, բութ մատը եւ ցուցամատի վրա էր գտնվում, բութ մատի եւ միջին մատի վրա էր գտնվում ցուցամատը, համ սենց էր, համ կծկված էր, համ այդ 3 մատը իրար վրա էին, ուշիմ, հենց ասեցի բժշկի չես գնում, ասում հիմա էլ անվճար է, էլի գնա, ասում վայ, ասեց գնացի բժշկի, ասեց այդ նորմալ է, կոշիկ չեմ կամ ընտրեմ, ցավում է, դե իհարկե կոշիկան պետք է վերևի մասը բարձր լինի, որտեվ 3 մատ իրար վրա է, եւ չի կարողանում ծալի, որտեվ մատերը ծալած են։ Ոյ, ասում է ինքը բժիշկս թերապևտս ասեց նորմալ է, եթե ուզում ես գնաս բժշկի մոտ, վճարով է պետք է գնաս, որովհետև այդ վիճակը ոչ մի խնդիր չունես։ Ես էլ ասեցի, դե իրան ասա թող գնա աչքի բժշկի մոտ, էլի։ Գուցե վատ է տեսնում, որ չի նկատում։
ասաց չէ, ինքը ասաց, եթե ուզում ես գնաս բժշկի մոտ, պետք է գնաս վճարովի, այդ ոտքերիդ վիճակը նորմալ է։ Քո տարիքի համար, ով ասում այդ տարիքի 60 տարեկանը պետք է, չգիտեմ, մատը սխմված լինեն ու 3 մատը իրար վրա լինի։ 3 մատը չէր, այն ման ցուցամատը, բութ մատի եւ միջին մատի վրա էր, ասենց ու բոլորն կրկված էին։ Ես այնց կրկված տեսել եմ իմ գծագրության ուսուցչուհի դպրոցից, ինքը ասաց, որ Ստալինը Սիբիր է քշել, այն փոքրիկը դեռ աղջիկ ա եղել դպրոցական, ասում ա ինձ ձունի բանի միջով, ասում ա սենց գնում էինք անդադար, անգամ գլուխներս չէինք շրջում, հոգնած էինք, ոտքերներս էր ցավում, գլուխներս էր տրամադրություն չկար շրջելու եւ էներգիա չկար, ասում ա սենց դնգ 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 այդ այնց դնգ 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 գնում ենք, այդ ժամանակ ու տենց շատ եմ քայլել, այդ բանը ոտքերից մատերը տենց կրկվել է։ Ոնց ձեզ ասեմ, ոնց որ չգիտեմ, պետք է ծալվի էլի ոտքերդ քալուց, պետք է ծալվի, Աստված հեռու, չգիտեմ։ Այդ կինները ասած այդպես ինձ ասում են կամ այդ նորմալ է քո ոտքի վիճակը, նայում ես լաց գալիս է, պատկերացնում ես ինչ ցավ է զգում էլ ինքը, որտեվ կոշիկ համ կոճն է, մի կողմից կոճը, մի կողմից մատը, որ այն երկու մատի վրա է գտնվում, մյուս կողմից սաղ կրկված է, ուզում ես քայլես ծռես, ինքը չի ծռվում, ոյ չգիտեմ, այդ է, այդ էլ ապահովագրությունն է թոշակավորների, տենց, ինչ ասեմ, բենզինը դե թանկանում է, ակցիզներն են թանկացրել, ուրեմն ապրանքներ կթանկանան, որտեղ բոլոր ապրանքները ակցիզ կա, թե կոնկրետ սիգարետի եւ խմիչքների վրա էլ, ոչինչ դա թող քիչ խմեն, քիչ ծխեն։ Նամանթի մարդն սիգարետ չեն ծխում, բոլոր են այքոստա ինչա դրանից են ծխում, ոչինչ նա է մոդա անգել, հիմա դա արդեն մոդա չի։ Հուսին եմ 2 պակալենիա հետո այդ փոստները վատ, էլի, որտեվ այդիկ պարա մտնում է լողկիները, ջուր կարա հավաքի, պլիվրիտ, հիվանդություն տենց գոյություն ունի։ Ու այդ պլիվրիտներն են հեշտ է ստանալ, անգամ եթե դու հիվանդ ես լինում, երկար ժամանակ մեջքիդ վրա պարկած ես լինում, այդ ժամանակ էր քրտոնումա պլիվրիտ է բերում, էլ չեմ ասում, եթե քո տենց ծխում են անդադ թոքերի մեջ պար են մտցնում, ինչևէս, բան չունեմ ասելու, սիգարետը ակցիզները ու խմիչքների ակցիզները թանկանում ու երեսի միջինը, հետն էլ բենզինինը, դե տեսակ, թուրքական բենզինը ստացակ եժը, ստացակ, չուզեցակ մի առժամանակ մի 100 դրամի էժան չառնեք, գնաք 100 դրամով թանկ առնեք, որ թուրքականը չգար, չուզեցակ, ես էլ ասում եի, չէ, հետո կթանկանա, թուրքերը քեզ պետք է էժան բան ծախեն, իրանք թանկ կծախեն քո գումարով իրար ժողովրդին պահի, գալու են տենց է լինելու, գալու են, սա աստեղ ասում է չեն գալու, նա անդեղ ասում է արևմտյան Ադրբեջանա գնալու ենք, ու որ մեկի ասածն է լինելու, կլինի իմանաք որ մեկի ասածն է լինելու, մի հատ ասեք, ես ստեցա ասում է չի գալու, մինչև ընտրությունները ասում էր պետք է գան, հետո ընտրությունների ժամ ասեց չեն գալու, իսկ ենիք ընդեղ շարունակում է ասել գնալու ենք ու գործառույթներ է իրականացնում, հանձնաժողով է ստեղծել, չգիտեմ ինչ բան ման ամեն ինչ, օֆիցիալ անում է, ու ումն ասածն է լինելու, փորձ չունենք ում ասածն է լինում, բենզինները թանկանա, սկսելու են լոգիստիկայի պատճառով, բենզինը թանկացել, լոգիստիկայի պատճառով բոլոր ապրանքները թանկանում են, շնորհավոր, ընտրվեց արդեն, 3/5-ը վեցրեցինք իրա, շո, շնորհավորում եմ հայ ազգիս, ինչ ասեմ, բայց ես ասում եմ, ես ասել եմ, որ Ալիևը սատկելու է, ներվերից ազդում է, ինքը սատկելու է, երբ իմ մոտ ցանկություն է առաջանում, մի տարուց մի քիչ շատ է տևում, կարող է մի տարուց մի քիչ տևի, չգիտեմ, մինչև 2 տարի տևում է, ինձ թվում է արդեն մի տարին լրացել է, չէ, ես մի տարի TikTok-ում չկամ,
այս տարի եմ ասին մի քանի ամիս անցել, բայց ինձ շատ է թվում Էրդողանն էր 100 կիլո, Ալիևի սաղ ընտանիքն էր 100 կիլո, արդեն այստեղս հասել են։ Իմ մոտ տենց է լավը ցանկանամ լինում է, ինչ որ մեկից նեղված եմ մնում, չեմ անիծում, բան չեմ անում, պոստը նեղվում եմ, մի վատ բան լինելու է, կամ մի վատ բան մտքովս անցնում, ինձ նեղվում եմ, մի վատ բան մտքովս անցնում է լինում է։ Աստված չանի, իմ երեխուս նեղացրած լինեն, իմ երեխուս սամարվե, ես դաստիարակել եմ նենց, մեծերին հարգում է, մարդկանց վատություն չի անում իմ երեխուն։ Դուք եք ձեր երեխին նորմալ դաստիարակեք։ Իմ երեխես ոչ մեկին նեղություն չի տալի, ոչ մեկի լակոտը ինձ, իմ երեխուն պետք է որ չտա նեղություն։ Իսկ ով իմ երեխուս մի բան անում է, ես նեղվում եմ, իսկ ես նեղվում եմ, ասում եմ, այդ մարդը անգամ երեխա է կորցնում, շատ ուշ, 20 տարեկան է դառնում, ինչ է դառնում, կորցնում է։ Մի դեպք չի եղել, երկու դեպք չի եղել, ու իմ սրտիս է նստում է։ Մի արեք, հանգիստ թողեք, այդ կտեսնեք Էրդողանն ու Ալիևն էր։ Ես իմ հավես չունեմ նայեմ, երբեմն ասել որ 100 կիլո են դրանք, բայց 100 կիլո են։ Այդ ցանկությունը ես ունեցել եմ։ Շատ անեղեր, արդեն այստեղս հասել է, ինչքան ասել եմ գործ չունեմ քաղաքականությունից, ամեն անգամ սենց ցավագին տանում եմ, հետո իրանք ապրում են, ես անց ոչ մի բան կառավարությունը փոխում եմ, պատերազմի ժամանակ ասել եմ գործ չունեմ ոչ մի բանի հետ, մինչև հիմա ասում գործ չունեմ, բայց արդեն ստեղս է հասել, այստեղս է հասել։ Կտեսնեք երկու տարի չտևի, կսատկեն Էրդողանն էր, Ալիևն էր, մեր Հայաստանը մեզ գալու է, Արցախը գալու է, արցախցիներն էլ արդեն տանել չեմ կան, որ զինվորները պատմեցին ինչ օր են քաշել իրանք, ոնց են պահել արցախցիները իրանց, ոնց են տանջել, ասեն գիտեի, հասկանում եք, գիտեի, որ ժստոկ обращение к нашим солдатам, գիտեի, բայց այդ աստիճան, դիկարի, звери, ես են ստաց իրենց մասին եմ մտածում, վայ արցախցիներ ինչ եղան, վայ ոյ սոված են են, հանգած բան չլինի, հանգած չմտնեն թուրքերը, իրանք մեր զինվորների գլխին թուրք էին, գիտեմ ժստոկ обращение, но до такой степени, հայ երեխեքը ձեր համար մսագունդ էին, բայց այդ մսագունդներ պետք է հաց ուտի, այդ մսագունդներ պետք է առողջնի, լողանա, դիկարի, звери, մեր երեխեքը Հայաստանից գնում են Թուրքիա են, ինչ էին տենց եկանում, Бог есть, ես որ միշտ ասել եմ откуда я знаю, есть или нету, նայի այդ ղեկավարները որտեղ են, նայի արցախցիները ոնց սովեցին, им было за что, բայց մեր երեխեքն չի էին այդ վիճակում ամեն 1-2 տարի, լավ, տեսակ որ իմ ասածս, ես մտա որ ասեմ, տեսակ իմ ասածս ոնց է լինում, որ բենզինը թանկացրեց, միթոմ թուրքական բենզիներ եկել է ժանացել էր, հացն էլ է թանկանալու, որտև ինքը հիմար չի, տրանսպորտները թանկանալու ասեցին, վդարեցին, որ բենզինը թանկանա, տրանսպորտները կթանկանա, տաքսին, գոնե տաքսին չթանկանալու, 150 դրամ դառնալու ավելի շատ, չգիտեմ, հետո էլ ասեն ամիջ թանկացել է, այսպես թանկանա, ամիջ գնալու է թանկանալու, հացներ կթանկանա հաստատ, որտև գիտե հացը բոլորն էլ առնում են, բոլորն էլ օգտվում են, ավելի լավ մի 2 կոպեկ հացին բարձրացնի, քան թե ուրիշ ապրանքի գին բարձրացնի, ավելի շատ եկամուտ կունենա, ապրենք կտեսնենք, տեսակ 100 դրամ բենզինը, խաչա ես համոզված եմ, եթե ժողովուրդ այդ 100 դրամ այժմ բենզինը չանեին թուրքական, այդ թանկը գնային առնեն, այդ թուրքականը այն բիզակալոնկիկը կտանեն կլացնեն ու չէին ասի, որ թուրքականն է, թանկով կծախեն թուրքական ու չէին ասի, որ թուրքականն է, եթե անգամ մերոնք այժմ բնով չվեցնեն, բայց իմ ասածն է, տեսակ ոնց թանկացավ, թանկանալու էլի, թուրքերը ստեղ ղեկավարելու են, մեր հաշվին յան ժողովրդին լավ պահեն, թուրքը կարող է մեզ լավ բան անի, կատակ է կանում, կատակույցի, так сказать, իհարկե ոչ, արհավիրքը օրից օր շատանալու է,
Հիմա պետք է ասեք կարկը, я կարկаю, տենց անում են, այ քեզ բան։ Հիմա որ ձոր լինի, ասեմ որ քցվես ձորը կմեռնես, պետք է ասեք կարկայешь, պարզ չի էդ։ Լավ, հաջողություն ձեզ։